Բեռնափոխադրող վարորդները շուրջ 1 ամիս է կառավարության առջև բարձրացրած իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։ Դժգոհում են, թե ի տարբերություն օտար երկրներից Հայաստան մտնող բեռնափոխադրողների իրենց հարկերն ավելի բարձր են։ Հետևաբար չեն կարողանում նրանց նման ցածր գին առաջարկել ու շուկայից դուրս են մնում։ Վրաստան մտնելուց մուծում ենք $400 փող։ Ռուսաստան էլ գալուց ճանապարհի փողը ասենք այնտեղ բռնում է $600, $500, բայց նույն ռուսը, նույն վրացին մնում աստը 15000 դրամ է մուծում, 15000 դրամ։ Պետական մուծումներ է։ Պետական մուծում է։ Մենք էլ մնում ենք պետական մուծում ենք $400։ Վրաստանի։ Հա թե Վրաստան, թե Ռուսաստան։ Ասենք իրանք տեղավորվում են այդ դրա հաշվին կարում են ասենք, եթե անկան, իսկ մենք չեն կարում ենք։ Տրանզիտ փող եք։ Հա, ասենք այստեղ սայլարկեն 500 դրամ է, ասենք Ռուսաստան ասենք 300 դրամ է։ Բպարզա պետք է ռուսը ասենք բանան ասենք, մեզնից մի $400-500 ասենք մեր բեռները վերցա բեր Հայաստան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ կապի մեջ է վարորդների հետ, օրերս իր մամուլի ասուլիսում անդրադառնալով այս հարցին ասել էր. այս խնդիրն իր ղեկավարած գերատեսչության տիրույթում չէ, բայց որպես տնտեսագետ իր կարծիքն էր հայտնել։ Կա արտահանող ընկերություն, որը ենթադրենք աշխատում է իրանական ընկերությունից։ Ինչի է աշխատում։ Կարող է իրանական ընկերությունը $1000 էժան պակասագին ուզում։ Մենք կներեք ինչի պես պետք է $1000 պակաս մեր արտահանողը չտա։ Լավ, հիմա դուք օրինակ օգտվեք, ունեք երկու տարբերակ, այս մեկը 3000, այս մեկը 2000, որին եք վճարելու։ Ես ոնց գնամ ասեմ դու 3000 մենակ օգտվի։ Նախարարը պրոստը ասում է, էլի։ Դե դրա համար են գնում ասում ենք, եկեք մի հատ հանդիպենք, մենք ձեզի բացատրենք իրավիճակը, ասելով չի։ 2 տարի է ում բացատրում ես չեն հասկանում իրանք։ Շուկան չճանաչելու հարցն է։ Դու բացատրում ես ինքը հասնում է էժան։ Հայ, ես արտահանումն եմ իրականացնում։ Ինչի հաշվին եմ իրականացնում, որ ներմուծման հաշվին ես կոմպենսացնեմ իմ էժան արտահանում։ Դե տենց է, խնդիր չկա, ուրեմն արտահանումն էլ տվեք թող վրացին արտահանի։ Չեք մեզի տալի։ Ըստ վարորդների, օտարերկրյա բեռնափոխադրողներն էլ պետք է Հայաստան մտնելիս հարկային այնպիսի բեռ ունենան, ինչպիսին իրենք ունեն, օրինակ Վրաստան, Ռուսաստան կամ այլ երկիր գնալու դեպքում։ Բացի այդ, ըստ վարորդների, իրար հետևից բացվող, հաճախ նաև փակվող անհատ լոգիստները համագործակցում են հենց այդ ավելի ցածր գին առաջարկող օտարերկրացի բեռնափոխադրողների հետ։ Իսկ այդ համագործակցությունն ըստ պարբերաբար բողոքի ակցիաներ անող վարորդների հիմնականում կանխիկ է արվում։ Վստահ չեն, որ այդ ընկերություններն առհասարակ հարկ վճարում են։ Այստեղ էկոնոմիկայի նախարար Պապոյանն էլ հարցեր ուներ։ Մյուս հարցերը դրանք առանցին պետք է նայենք, օրինակ այդ կանխիկ, հարկ չտալ, չգիտեմ, բենզին կամ դիզելա գալիս ինչ որ եղանակով, դրանք պետք է ուսումնասիրվի, նայվի եւ կարծում եմ տկեն գործընկերները ուշադրություն կհրավիրեն հարցին, բայց եթե ինչ որ մի բանի գինը էժանա, այն պետք է աշխատել նրա վրա, որ քո գինը էժանանա, կամ եթե իրոք անհավասար մրցակցության ինչ որ էլեմենտ, այո պետք է նայել, որ այդ էլեմենտը վերացվի։ Վարորդները դեռ պատասխանի են սպասում, ասում են օրինակ Պետեկամուտների կոմիտեն գիտի այդ կանխիկ շրջանառության մասին։ Այս հարցն ազատությունը պետնախագահ Էդուարդ Հակոբյանին է ուղղել։ Ինձ կոնկրետ հստակ խնդիրը դեռ չի զեկուցվել, մենք առանձին բան կանենք, ուսումնասիրենք հարցը եւ եթե մեր միջամտության կարիքը կա ու մեր գործողությունների կարիքը կա, անպայման կանենք, խնդրեմ նաև դուք էլ եթե դետալներ կա փոխանցեք։ Բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանը տարակուսած է, ինչպես պետք չի հասել իրենց բողոքները, երբ մի քանի դիմում ուղարկել են տարբեր կառույցների, այդ թվում հենց ՊԵԿ։ Տարածքային կառավարման նախարարությունը հանդիպում կազմակերպեցին, կար ֆինանսների նախարարությունից, կար էկոնոմիկայի նախարարությունից, կար ՊԵԿ-ից, երևի մի 12-13 հոգի իրանք էին, երևի մի 7-8 հոգի էլ մենք էին։ Վերջում ուղղակի բաժանվում ոչ մեկ բան չհասկանալով։ 24 թվականի երևի սեպտեմբեր, հոկտեմբեր։ Լոգիստների մոտ կանխիկ շրջանառությունից խոսել եք։ Այդտեղ էլ եմ խոսել։ Իր ասում է փաստը ֆիրմայի անուն տվեք, հա դե ֆիրմայի անուն տա, մենք չենք եկել դե ֆիրմայի անուն տա, մենք եկել ենք ձեզ ասենք որ օգնեք շուկան կարգավորենք։ Բայց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի պնդմամբ իրենք հսկում են սահմանահատող տրանսպորտային բոլոր կազմակերպություններին։ Օրինակ նախորդ տարի համապատասխան տուգանքներ են առաջադրվել, նաև բացատրական աշխատանքներ են տարվել, թե իրենք ինչպես վարեն բիզնեսը, որպեսզի չխանգարեն եւ չխախտեն մրցակցության կանոնները ու դրա արդյունքում օրինակ ինչ որ ապրանքներ հայտնվեն, որոնք որ ճիշտ չի որ հայտնվեն եւ ցածր գնով վաճառվեն եւ դուրս մղեն որոշ ավելի չէ, ասեմ օրինապահ տնտեսվարողների։ Եվ քանի որ այս երկու հարցի պատասխանները բեռնափոխադրողները չեն ստացել, չեն բացառում, որ շարունակեն իրենց բողոքի ակցիաները, բայց մի բան չեն հասկանում, էլ ինչքան ու ինչպես բողոքեն, որ պետական կառույցներն իրար վրա չգցեն ու վերջապես զբաղվեն այս խնդիրներով։